Կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու։ Ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին իր կամքին հակառակ տարել են ազգային անվտանգության ծառայություն 4 ժամ հարցաքննել ու սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության։ Երևանում վարձակալած նրա բնակարանի դուռը հայաստանցի իրավապահները ոչ թե թակել, այլ ուժով են փորձել բացել։ مامورای امنیتی ارمنستان اومدن دم خونه من. Առավոտյան ժամը 10-ին ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն։ Նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել կանչել էին նաև տանտիրոջը։ 3 հոգի քաղաքացիական հագուստով առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին 4 ժամ։ 4 ساعت وقت منو گرفتن. Անցյալ տարեվերջից Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերից հետո Ռեյհանեն տասնյակ իրանցիների հետ ամեն երեկո գալիս է սեփական երկրի դեսպանատան մոտ, արդարություն պահանջում հայրենակիցների համար, որոնցից հազարավորներին վարչակազմը սպանել կամ բանտարկել է։ Իսլամական Հանրապետության ճնշումների միջով անցած կինը չի հասկանում, ինչպես կարող են նույն մեթոդները բանեցվել մի երկրում, որն իրեն ժողովրդավար է հայտարարում։ Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ ոչ իրական կյանքում, ոչ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ ինձ կարտաքսեն Իրան։ 1 շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ։ Երբ ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները սկսել են ծաղրել, որպես այլընտրանք առաջարկելով մարդու իրավունքների ոտնահարմամբ ու ընդդիմախոսների դեմ ճնշումներով հայտնի մեկ այլ երկիր՝ Ադրբեջանը։ مسخره کردن یعنی هر ستاشون با هم دیگه میخندیدن بفرستیمت آذربایجان گفتم Ինձ ծաղրում էին իրար մեջ ծիծաղում էին ասելով արի սրան Ադրբեջան ուղարկենք Ես ասացի որ Ադրբեջանը Հայաստանի հետ խնդիրներ ունի եւ ես չեմ ուզում նման տեղ գնալ ուզում եմ մնալ Հայաստանում Գիտեմ որ այս ամբողջ ճնշումը գալիս է Իրանի կողմից բայց բողոքի ցույցի դուրս գալը իմ իրավունքն է եթե սա ժողովրդավարական երկիր է کشور دموکراسی هستش خورشید پرچم ماست Տանից տասնյակ մետրերային կողմ ամենօրյա ցույցերին մասնակցող կինը չի հասկանում ինչու է Հայաստանի անվտանգության ծառայությունն իրեն հարցաքննում ու սպառնում Խամենեի նկարնայրելու համար ինչու է ժողովրդավարության մասին հայտարարող իշխանությունը լռեցնում նրանց ձայնը ովքեր իրենց հայրենիքի համար արդարություն են փնտրում حق نداری تا این یک هفته که ما دیپورتت میکنیم ایران Ասացին, որ մինչև արտաքսվելս իրավունք չունեմ որևէ գրառում կամ ստորի անել սոցցանցերում։ Առանց թույլտվության վերցրին հեռախոսը, ստիպեցին բացել այն, մտան լուսանկարների բաժին, թերթեցին խիստ անձնական լուսանկարներս, նաև մտան Instagram-ի էջս ու ջնջեցին իմ հրապարակումներից երկուսը, որոնցում ես քննադատում եմ Իսլամական Հանրապետությանը եւ պնդում, որ այդ համակարգը պետք է տապալվի։ Ինձ մեղադրում էին Խամենեի նկարը այրելու համար, իսկ ես ասում եի, որ նա եւ իր հետևորդները ահաբեկիչներ են, ովքեր անմեղ երեխաների արյուն են թափում, եւ ես չեմ պատրաստվում լռել։ Իրանցի ցուցարարները ճնշումների մասին սկսեցին ահազանգել Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանի կոշտ քննադատությունից հետո, թե մի խումբ մարդկանց դեսպանատան առջև ցույց անելու համար կանաչ լույս է տրվում։ Թե վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել, ոստիկանությունն արգելել էր իրանցիների երթը։ ԱԱԾ-ից էլ սկսել էին ցուցարարներին հարցումների հրավիրել ու նրանց սպառնալ արտաքսմամբ։ Ազատության հարցմաննի պատասխան ծառայությունից օրեր առաջ հաստատել էին, որ իրանցիներին կանչում են ԱԱԾ, բայց չէին հստակեցրել կոնկրետ ինչ պատճառով, ինչ հիմքով։ Ազատության հետագա հարցմանը դեռ չեն արձագանքել։ Ռեյհանեն ԱԱԾ-ի հարցաքննության սենյակում միայնակ է մնացել, ասում է իրեն թույլ չեն տվել անգամ ընկերներին ու փաստաբանին զանգել ու դիմել են քայլերի, որոնց մասին վերջին անգամ Իրանում էր լսել։ Նրանք անընդհատ ինձ լռեցնում էին, անգամ հարցաքննության ժամանակ երբ ասացի, որ վատ եմ զգում եւ պետք է պետքարան գնամ, 4-5 տղամարդ հետևեցին ինձ ու ստիպեցին, որ դուռը բաց թողնեմ։ Ինչ իրավունքով պետք է տղամարդը կանգնի բաց դռան մոտ, երբ կինը զուգարանում է։ Այս երկիր մուտք գործելուց ի վեր ես ինձ շատ խաղաղ եմ պահել, թե մարդկանց, թե ոստիկանության հետ, որևէ օրենք չեմ խախտել, վատ արարք չեմ արել, բայց նրանք ինձ հանցագործի պես էին վերաբերվում, փորձում ճնշել հոգեբանորեն։ Թե վախեցած էի, բայց ցույց չէի տալիս։ Երբ վախենում եմ, ես ներքուստ լռեցնում եմ այդ վախը ու սկսում եմ ավելի շատ պայքարել։
Երիտասարդ կինը սեփական իրավունքների համար պայքարը դեռ հայրենիքում է սկսել, բանտարկվել ազատ մտածելու, հիջաբից հրաժարվելու համար։ Նույն գլխաշորը պատշաճ չկրելու համար նրա համախոհ Մահսա Ամինիին 2022-ին Իրանում բերման էին ենթարկել, հետո ծնողներին հանձնել 22-ամյա աղջկա Դին։ Երկրով մեկ բողոքի ալիք էր բարձրացել, որոնք Իսլամական Հանրապետությունը կրկին ճնշել էր ուժով։ Սպանվել էր առնվազն 476 մարդ։ گفتم من عزادار وطنم هستم. Ես ասացի, որ սգում եմ հայրենիքիս համար, սգում եմ երկրումս թափված անմեղ արյան համար եւ հետ չեմ կանգնելու, բայց նրանք շարունակում էին սպառնալ, որ կվտարեն Հայաստանից Իրան։ Երբ ինձ ջուր տվեցին, ես պատասխանեցի, դուք ինձ սպառնում եք ուղարկել մի վայր, որտեղ ինձ մահապատիժ է սպառնում։ Այս ջուրը տալիս եք, որ մահվանիցս առաջ խմեմ։ Մահվան սպառնալիքի ու բռնությունների ցավը երիտասարդ կինը սեփական մաշկի վրա բազմիցս է արդեն զգացել, գլխաշորից հրաժարվելու եւ ազատության համար պայքարի ընթացքում։ Նրան տեղափոխել են Քարչակի բանտ, որտեղ պայմաններն անտանելի են իրավապաշտպանների հաղորդմամբ։ Խոշտանգման ու կտտանքների հետքերը չեն սպիացել ու որքան էլ ցավոտ է դրանք հիշելը, անկարող է հայացքը հայրենիքից կտրել։ سال 98 من کشف حجاب کردم در ملأ عام. Իմ պայքարը սկսվեց 2019-ին, երբ ես հրապարակավ հանեցի հիջաբս ու սկսեցի սոցիալական ցանցերում գրառումներ անել ընդդեմ Իսլամական Հանրապետության եւ հանուն ազատության։ Դրա պատճառով ես ուղիղ 1 տարի անցկացրեցի բանտում։ Ինձ Թեհրանից տեղափոխեցին Քարչակի բանտ, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների, սեռական ոտնձգությունների ենթարկեցին։ Ինձ ծեծեցին կոտրելով ձեռքս ու դեմքիս ոսկորները։ Այդ ամենի վերաբերյալ ունեմ բոլոր դատաբժշկական փաստաթղթերը։ 6 ամիս անցկացրել եմ մենախցում, դա մի իսկական տանջարան էր։ Կարծում եմ դժոխքում ավելի լավ կլիներ, քան այնտեղ, որտեղ միայն ես էի եւ ինձ խոշտանգողները։ فکر می‌کنم جهنم بهتر بود چون Իրանական բանտում ապրած բոլոր ցավերը Ռեյհանեն որոշել է հերթով դրոշմել մարմնի վրա, վերքերը բուժել դաջվածքներով։ آره تتو آرتیستم. Ես տատու արտիստ եմ, նաև փիրսինգներ եմ անում։ Իրանում ապրածս ամբողջ ցավն եմ դրոշմել մարմնիս վրա։ حکم شیطان پرستی دادن توی Դաջվածքներից պատճառով Իրանում ինձ սատանայապաշտ էին անվանում, հատկապես մարմնիս վրայի աչքի պատկերի համար, բայց ես դա արել եմ որպես մարդկանց արթնացումի խորհրդանիշ։ Դա զարթոնքի աչքն է։ Ես շատ ցավ եմ տեսել, շատ եմ պայքարել ընտանիքիս, հասարակության ու համակարգի դեմ, որպեսզի լինեմ այնպիսին, ինչպիսին կամ ազատ կին, իր սկզբունքներով։ Դաջվածքներն ինձ օգնում են հաղթահարել այդ ցավ ու ավելի հանգիստ լինել։ استایل من حسار منه. Իմ արտաքինն իմ պարիսպն է, ով մտնում է իմ ներքին աշխարհ, նա է հասկանում, ով եմ ես իրականում։ Ով է ինքն իրականում եւ ինչ կամքի տեր է, Հայաստանի ԱԱԾ-ում գլխի չեն ընկել, վստահ է Ռեյհանեն, որ չի կոտրվել անգամ իրանական դժոխքի միջով անցնելուց հետո։ Հայաստանի իրավապահներին ասել է, եթե անգամ կյանքի թելը կտրեն, պայքարի թելը երբեք չի կտրվի։ حق نداری در مورد رسانه‌ها با ما Ինձ արգելեցին խոսել լրատվամիջոցների հետ կամ բողոք ներկայացնել իրենց դեմ, բայց ես ասացի, որ դուրս գալուն պես օրենքով եմ խոսելու նրանց հետ։ Ես շատ ցավ ու տառապանք եմ տեսել հանուն ազատության եւ մինչեւ այս փուլին հասնելը։ خیلی درد کشیدم تا به این مرحله برسم. Ինձ համար ազատություն այն է, երբ ոչ ոք չի ցանկանում վնասել դիմացինին, երբ յուրաքանչյուրն ունի իր ուզած ձևով ապրելու իրավունք, պահպանելով սեփական սահմաններն ու սկզբունքները։ ԱԱԾ-ում 4 ժամ շարունակված հոգեբանական ճնշումներից ու արտաքսման սպառնալիքներից հետո հայտնվելով ազատության մեջ Ռեյհանեն կրկին ցույցի է գնացել Իրանի դեսպանատան մոտ։ Աչք ծակող արտաքինով ու նույնքան ցավոտ պատմություններով այս կինն իրեն համարում է Իրանում զանգվածաբար սպանվող ու լռեցվող ժողովրդի ձայնը։ اگه تا یه هفته دختر خوبی باشی و Վերջում ինձ ասացին, եթե այս 1 շաբաթվա ընթացքում լավ աղջիկ լինես, ոչ մի ստորի կամ հրապարակում չանես Իրանի դեմ, գուցե չգանք քո հետևից։ Ինստագրամյան հերթական հրապարակումից հետո Ռեյհանեի հետևից այսօր եկել են։ Ըստ նրա իրանցի ընկերների բաժին ներկայանալու մերժում ստանալուց հետո կտրել են հոսանքն ու ջուրը, ապա դրան դիտակին ծամոն փակցրել, հետո տարել ազգային անվտանգության ծառայություն։ Այս անգամ նրան ուղեկցել են տանը հերթապահող ընկերները։ Տեսանյութի հրապարակումից մոտ 1 ժամ առաջ բոլորն ազատ էին արձակվել։ به امید آزادی ایران و ایرانی جاوید شاه. Նրանք չգիտեն, որ ես դուրս գալուն պես իմ գործունեությունը հազարապատկելու եմ։ Ես չափից շատ ցավ եմ տեսել այս ճանապարհին, որ լինեմ մարդկանց ձայնը։ Ես շարունակելու եմ այս պայքարը, մինչև Իրանն ազատագրվի։ Բողոքի վերջին ալիքը, որ սկսվեց Թեհրանում գնաճի ու տնտեսական դժվարությունների դեմ, ժամերի ընթացքում տարածվեց ողջ երկրով մեկ, վերածվելով ազատության ու իրավունքների պայքարի։
Մի քանի օրվա ընթացքում երկրում սպանվել է առնվազն 5000 ցուցարար, միայն պաշտոնական տվյալներով։ Բողոքի ալիքը ուժով ճնշվել է, բայց չի մարելու, ասում է Ռեյհանեն ու մեկնում իրանական բանտում ջարդված ձեռքի մատնեմատին հագած խորհրդանշական մատանին, լինելու է գրությամբ։ Հիմա նրանք կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու։ Արդեն պատրաստել եմ տեսանյութ, որը կհրապարակվի, եթե ինձ հետ մի բան պատահի։ Ոչ ոք չի կարող լռեցնել իմ ձայնը։ Ես Իրանի զինվորն եմ մինչև հավերժություն, մինչև այն պահը, երբ բոլորը կարթնանան հանուն ազատության։ Ձեր հույսերն իզուր են, ես չեմ հանձնվելու։